հետաքրքիր մոդել խաղարկվեց, չգիտեմ, պատահաբար եղավ թե հետաքրքիր մտածված Գյումրիում ընդդիմությունը տարբեր, հա, այսպես դեպքերով հանդես եկան։ Գյումրիի մոդելը շատ վատն էր։ Ասեմ Բայց հետո միավորվեցին։ Հա, այդ երկու դրական բան կա այնտեղ, դա այնա որ ԿՊ-ն իշխանություն չձևավորեց, եւ երկրորդը որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հասարակության հավատը վերականգնվեց կամ մեծացավ, հա։ Ինչի մասին նոր խոսում էի։ Այդ երկուսը դրական են, բայց Գյումրիի մոդելը տարածական չի երկրի համար մի շատ բարձ պատճառով, որովհետեւ Գյումրիում 3 սեգմենտ է հաղթել է իշխանությունը իր ռեսուրսով եւ Գյումրի երկու ազդեցիկ կլանները։ Ինքնին հասկանալի է, որ դա հանրապետության վրա տարածել չենք կարող։ Բայց մեր հասարակության մտածողության մեջ դա կա, ազդեցիկ։ Հա, բայց Վարդան Ղուկասյանն ու Մարտին Գրիգորյանը դուք ինձանից լավ գիտեք, որ Գյումրիից դուրս ուղղակի չունեն ազդեցություն։ Դրա համար եմ ասում, Գյումրիի մոդելը տարածական չի հանրապետության վրա։ Տարածական այն մասով, որ մենք տեսանք ԿՊ-ի գավիժող վարկանիշ, այդ կապ չունի, որ 17,000 ձայն էին ստացել, համեմատում են նախորդ ընտրությունների հետ, ավելի լավ է իրանք նայեն դինամիկան, իսկ հասարակության մեծամասնությունը իրանց մերժում է։ Դե խնդիրը գիտեք որն է, պարոն Սուրենյանց, այդ երկու անձիկ Գյումրիի մակարդակում էին ընդունելու, ընդունելի Գյումրեցին գնաց ընդունեց։ Հիմա եթե համապետական ընտրությունների ժամանակ գտնվեն դարձյալ այն երկու անձիկ, այո, ես այդ համաձայն եմ, ընդդիմության ժողովրդի ընդհանուր ուրեմն ընդդիմության միասնական ցուցակ չի լինելու։ Ընդդիմությունը ճիշտ կանի, այո, 4-5 խոշոր բևեռով, բայց ոնց որ Գյումրիում ներդաշնակ մասնակցի ընտրություններին։ Այդ առումով այո։ Եվ դա հրաշալի համախմբում կլինի այն, երբ որ վերջում, հա, մի ցուցակ չի լինելու, դա բլեֆ է, բուտաֆորիա է, 30 տարվա քաղաքական փորձ ունեմ, 95 թվականից սկսած բոլոր ընտրություններից առաջ ընդդիմությունը հերոսաբար փորձել է միասնական ցուցակ կազմել, հետո հերոսաբար ձախողել է այդ առաքելությունը, որովհետև դա չի կարող չձախողվել, շատ բարձ պատճառով։ Ընդդիմադիր դաշտի տարբերություն իշխանության ուղղաձիգ կառավարման չի ենթարկում, ոնց կարող են միանգամայն տարբեր քաղաքական ուժեր մի ցուցակի մեջ ներառվել։ Ի վերջո նաև ամբիցիաները չմոռանանք, անձնական հարաբերություններ, հազար ու մի խնդիր կա։ Փոքր երկիր ենք, չէ՞, բոլորս բոլորին ճանաչում ենք, ունենք լավ ու թարս հարաբերություններ, նաև անձնական դաշտում։ Այո, իդեպ ուզում եմ հիշեցնել, մի քանի ժամ առաջ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել հայկական համալսարան ունկնդիրների առաջ եւ իրեն հարց է տրվել այդ համախմբման հետ կապված, որովհետեւ 3 խոսք էր գնում եւ օրինակ Նարեկ Մալյան այն համոզման է, որ իմպիչմենտին 2 անձիկ է որ դեմ են, դա Նիկոլ Փաշինյանն է եւ Ռոբերտ Քոչարյանը։ Մեծ հաշվով 2 անձից է կախված, այսպես ասած։ Ինքը այդպես է ձևակերպում արել։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում հեռանա եւ ամեն ինչ անելու է, որ իրեն չկարողանան հեռացնել։ Ռոբերտ Քոչարյանից էլ այնքանով է կախված, էլի կրկնեմ։ Ինքը 28 մանդատի է տիրապետում, պատիվ ունենալը 6։ Տարբերությունը շատ մեծ է, առանց իրենց նախաձեռնող դիրքի իմպիչմենտի գործընթաց չէր կարող մեկնարկել։ Բայց իրենք ասում են չենք կարող, որովհետև միևնույն է ուզենանք էլ հնարավոր չէ, չկա այդքան թիվի։ Գուցե ակերտեն, գուցե այլ հաշվարկներ ունեն։ Ամենայն դեպս ես էլ կարծում եմ, որ որպես տրիգեր իմպիչմենտի գաղափարը շատ լավն է, բայց ռեալիզացվելու շատ փոքր հեռանկար։ Պարոն Սուրենյանց, գալով Ռոբերտ Քոչարյանի խոսքին, ես ուզում եմ մի փոքր հատված մեջբերեմ, եթե կարելի է։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Սա ի պատասխան այն հարցին, թե հնարավոր է իմպիչմենտի գործընթացի շուրջ, ի վերջո այդ երկու թևերը խորհրդարանական ընդդիմադիր համախմբվեն։ Նա գտնում է, որ այո, հնարավոր է, բայց հետաքրքիր նաև մի անկեղծ խոստովանություն է ասել։ Այո, նայենք մենք ինչ ենք հասկանում, նայած թե ինչ ենք հասկանում համախմբվելու տակ, եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել բոլորդ միասին եք, այդպես չի լինում։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ եւ հնարավոր է համախմբվել, հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով, բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ եւ մոտեցումների հարց կա, եւ ընկալումների, եւ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոնները ֆիքսել, իրար հետ պայմանավորվել, իրատեսական եմ համարում եւ դա հաջողակներն են ասում են որ կոալիցիա կստեղծեն, խնդրեմ, այսինքն դասական մոդելի ասում եմ ես կողմնակիցն եմ համախմբման կամ տարաձայնություններ նախկին նախագահների մեջ, ես ունեմ այս նախագահի, դուք գիտեք,
Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց այս պարագայում լիարժեքորեն կիսում եմ իր դիրքորոշումը, որտեվ քիչ առաջ ես նույն միտքը այլ բառամթերքով արտահայտեցի։ Այո, Քոչարյանը բավական անկեղծ է խոսել եւ անձնական մեկ դրոշի տակ հարաբերությունների ամբողջ ընդդիմությունը չի կարող միավորվել։ Այդպես չեղավ 2021-ին, այդպես չի եղել 2018-ին, այդպես չի եղել 2017-ին, այդպես որևէ ընտրության ժամանակ աշխարհում էլ նման բան չկա։